Հունիսի 17-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը եւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Դեյվիդ Ալենը ներքին գործերի նախարարության կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումն էական խթան կլինի ոստիկանների մասնագիտական պատրաստվածության զարգացման գործում։ Հրաձգարանի ներդրման հիմքում ընկած է միջազգային լավագույն փորձը։ Նմանատիպ հրաձգարաններ արդեն հաջողությամբ գործում են Միացյալ Նահանգների իրավապահ կառույցներում։ Համակարգը սցենարային է, նախատեսված տարբեր իրավիճակների վերարտադրման միջոցով ծառայողների գործնական հմտությունների, վարքականոնների, ինչպես նաև արագ կողմնորոշման ունակությունների զարգացման համար։ Այն ադապտիվ է եւ հնարավորինս մոտ իրական պայմաններին։ Հատուկ ածխաթթու գազի սրվակով լազերային փողը թույլ է տալիս ստանալ զենքի հետ հարվածի զգացողություն, ստեղծելով իրական կրակոցի տպավորություն։ Տեսանյութերի կիրառումը կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս վերլուծել մարդկանց շարժուձևը, դեմքի արտահայտությունները, դիմախաղը, ինչի հիման վրա հնարավոր է ճիշտ գնահատականներ տալ եւ մշակել համապատասխան արձագանքներ։ Համակարգում հնարավոր է ներառել շուրջ 900 սցենար, ինչն ապահովում է իրավիճակների լայն շրջանակի մոդելավորում գործնական պատրաստվածության բարձր մակարդակի հասնելու համար։ Միջոցառման ավարտին կրակային պատրաստվածության դասընթացներն անցած եւ հրահանգչի համապատասխան որակավորում ստացած մասնակիցները փոխնախարարի եւ փոխդեսպանի կողմից ստացել են հավաստագրեր։ Սիմուլյացիոն հրաձգարանի ֆինանսավորումն իրականացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Կաշեգործների փողոցում բնակվող տղամարդն ապօրինի կրում է հրազեն։ Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ։ Հունիսի 18-ին ժամը 23:30-ին Այվազովսկու փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի իր աշխատասենյակում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ ներկայացվեց վարչություն։ Երևանի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու աշխատասենյակում կատարվեց զննություն, հայտնաբերվեց Կալաշնիկովի ինքնաձիգ, 2 մարտական ատրճանակ Վալտեր ու Մակարով, ամբողջովին լիցքավորված ինքնաձիգի փամփշտատուփ, եւս 30 փամփուշտ եւ 2 դանակ։ 42-ամյա տղամարդը ձերբակալվել է, նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Որքանով են ներքին գործերի նախարարության համակարգի աշխատակիցները գոհ կարիերայի առաջ խաղացման հեռանկարներից, կադրային քաղաքականությունից, սոցիալական երաշխիքներից եւ այլ գործընթացներից։ Պատասխանը պարզ կդառնա անանուն հարցման արդյունքներով, որն անցկացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի գնահատում նախաձեռնության շրջանակում։ Փորձել ենք հասցեագրել մեր գործողություններով բոլոր այն նախանշված ուղղությունները, որոնք շատ կարևոր են մարդկային ռեսուրսների բարեփոխման, դա սկսած ներգրավումից, աշխատակիցներին եւ այս շղթան տանելով մինչեւ թոշակի անցնելը։ Ծրագրի շրջանակում Grand Thornton Հայաստան եւ IMR անկախ հետազոտական ընկերությունները համատեղել են ուժերը բացահայտելու նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ուժեղ կողմերը, զարգացման հնարավորություններն ու բարելավման ուղղությունները։ Մենք իրականացրել ենք արդեն մեր գործընկերոջ հետ հարցումներ, որի շրջանակներում տարբեր խմբեր իրենց կարծիքն են հայտնել, իրենց գոհունակությունն են հայտնել ՄՌԿ-ի տարբեր գործընթացների, ինչպես նաեւ կազմակերպման վերաբերյալ։ Ովքեր նոր են միացել, խնդրում եմ սեղմեք հղման վրա, ես արդեն ուղարկեցի նամակագրության բաժին։ Մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքից եւ մարզերից հարցմանը մասնակցել է ավելի քան 400 ոստիկան եւ քաղաքացիական ծառայող։ Ցանկալի արդյունքի հասնելու համար ընտրվել է խառը մեթոդաբանություն, իրականացվել են համալիր ուսումնասիրություններ, փորձագետների մասնակցությամբ քննարկումներ, հարցաթերթի հասանելիության փորձարկումներ։ Հետազոտությունը իրականացրել ենք առկա եւ առցանց եղանակներով ՆԳՆ աշխատակիցների հետ, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցչականությունը հաշվի ենք առել հենց մեր 400 ընտրանքի կազմման գործընթացում։
Առցանց փուլին հիմնականում մասնակցել են մարզերի աշխատակիցները, անկախ ստորաբաժանման ներկայացվածությունից, իսկ արկա փուլին մասնակցել են Երևանի եւ մոտակա մարզերի աշխատակիցները։ Հարցաթերթում, ինչպես նաև տվյալների մշակման փուլում, անձնական որևէ տվյալ չի հավաքագրվել կամ պահպանվել, ինչը ստեղծել է վստահության մթնոլորտ, որն էլ իր հերթին թույլ է տվել մասնակիցներին ազատ արտահայտել կարծիքը մի քանի րոպեում ձևավորելով պատկեր, որը կարող է փոխել մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը։ Ներքին գործերի նախարարությունը մեծապես կարևորում է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի արդիականացման նորված ծավալուն աշխատանքները։ Այս համատեքստում անցկացված անանուն հարցումները կարևոր գործիք են թե խնդիրների եւ կարիքների վերահանման, թե անհրաժեշտ լուծումներ նախանշելու համար։ Ներկայումս ակտիվ փուլում են ոստիկանության գրավչության, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման, ինֆորմացիոն համակարգի գնահատումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս 3 առանցքային գնահատականները համադրվելու են, հենք ստեղծելով այն գործողությունների համար, որոնք ուղղվեն մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավմանը։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 նապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, անօտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 նապատիկից 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։